Բարի երեկո, սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Շտապում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին։ Շատ տաղանդավոր դերասան, շատ լավ մարդ, շատ լավ ընկեր։ Իմ ամենասիրած դերասաններից մեկը, կինոյի եւ թատրոնի տաղանդավոր դերասան Մուրադ Նադիրյան։ Ողջույն Մուրադ ջան։ Բարև պարոն Ղազարյան ջան։ Ամեցի նստիր։ Շնորհակալ եմ։ Նստի։ Մուրադ ջան, ո՞նց ես։ Հրաշալի, որ ձեզ մոտ եմ հրաշալի եմ։ Ես շատ ուրախ եմ, շատ անկեղծ շատ ուրախ եմ, երբ ասեցին, որ դու այստեղ ես եկել, շատ շտապում էի անմիջապես կապ գտնեի ու հանդիպեինք իրար, որտեղ իսկապես ես քեզ ոչ միայն դերասան եմ, լավ դերասան եմ գնահատում, ինձ համար կարևոր է նաև շատ մարդ լինելը։ Հիմա քո մոտ Աստված եմ ասում են երկու Իրանի միտեղ չիլում քո մոտ եղել է։ Մերսի։ Ուրախ եմ, որ իմ հյուրն ես, շատ։ Ես եմ շատ ուրախ, պարոն Ղազարյան, որ ձեզ մոտ եմ, ձեր հաղորդմանը հյուր եմ։ Իմ համար շատ մեծ պատիվ է, որ ձեզ մոտ ձեր հաղորդմանը հյուր ու ես միշտ մտածել եմ, էլի փոքր ժամանակվանից միշտ հետևել եմ, ձեզ տեսել եմ, նայել եմ, միշտ ասել եմ պարոն Ղազարյանի հետ կծանոթանամ, պարոն Ղազարյանի հետ կշփվեմ փոքրուց։ Ու չգիտեմ, լինում է այնպես, որ լինում է այսպես։ Հա, ու շատ ուրախ եմ։ Ես ուզում եմ, որ ձեր եթերը միշտ այսպես ուրախ, հետաքրքիր ու լավ հյուրեր ունենաք միշտ։ Դե գիտես, հյուրերը նաև եթերը նաև հյուրերից է կախված լավ լինելը։ Եթե լավ հյուր է լինում, հետաքրքիր հյուր է լինում, զրույցը հետաքրքիր ուղղությամբ է գնում։ Եթե չէ, ուղղակի ինքան ծանր է գնում այդ ամեն 10 րոպեն, որ ասում ես երբ հավարտվի հաղորդումը, դե բարձամերը դրա հետ կապ չունի, պատմի քո մասին, Մուրադ ջան, մի փոքր։ Դե մասնագիտությամբ դերասան։ Ավարտել եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, ավարտել եմ տեխնիկային բաժինը, Ռուբեն Բաբայանի արհեստանոցը, իմ վարպետն է, պարոն Բաբայանը, Ռուբենը։ Ես ինձ համարում եմ տեխնիկավար, որովհետև արդեն կլինի մոտ 23 տարի աշխատում եմ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնում որպես տեխնիկավար դերասան։ Այդ իմ համար ուրիշ աշխարհ է, այդ իմ համար կյանքի ապրելակերպ է, նպատակ է, այդ տեխնիկների հետ աշխատել, այդ աշխարհում գտնվելը, դա ուրիշ զգացողություն է, էլի։ Ես չգիտեի, անկեղծ չգիտեի, ես նույնիսկ նշել էի այստեղ, որ դիտի հարցնեմ, որ թատրոնում ես աշխատում, ինձ թվում էր դիմա ես մեր թատրոններից որևէ մեկում ես, որ ես չգիտեմ։ Շատ հետաքրքիր է, շատ ինձ համար հայտնություն էր դա։ Ես էլ որ մեկ որ գալիս էի տեխնիկային թատրոն տանում էին, ես այդ տեխնիկներին էի նայում, որտեղ իրանք հանգստանում են։ Ու նայում էի ամեն մեկը մի բնավորություն ունի, այդ բնավորությունը դուք եք ներարկում իրանց, էլի իրան կարող ես բարի սարքես, կարող ես չար սարքես։ Այո, հենց այդպես է։ Հասկանում եք, կներեք պարոն Ղազարյան, այդ տեխնիկային թատրոնը, տեխնիկային արվեստը այն ինչով է յուրահատուկ, որովհետև ես որպես դերասան, դուք պարոն Ղազարյան, մենք ինչ ենք անում, մենք խաղում ենք մենք, բայց որ դու այդ տեխնիկին քո էներգիան, քո զգացողությունը փոխանցում ես ու ինքն է դառնում կենթանի, այդ եթե ստացվում է քո մոտ, ուրեմն այդ ամեն ինչ արժի։ Ես ասեցի չէ քեզ, որ ես մարիոնետների թատրոնում։ Այո։ Ինձ հրավիրեցին, բեմադրում էին գտնված երաց, թե Գտնված երազը, հա, այդ մուլտֆիլմը կա, որտեղ Մհեր Մկրտչյանն այդ ծերուկի դերը կրկնօրինակում։ Ասին դու ես մեզ մոտ դու պիտի խոսաս Մհեր Մկրտչյանի ձայնով, արեցի, խոսացի, շատ հետաքրքիր ստացվեց։ Ես էլ էի հաճույք ստանում այդ աշխատանքից, որ գնացինք ձայնագրության, հիմա գնում եմ։ Հիմա անպայման գնալու եմ նայեմ, չեմ տեսել։ Այդտեղ բան լացն է շատ դժվար, որտեղ Մհերը շատ սիրուն է լաց լինում այդտեղ։ Այո։ Ու մեկ էլ եմ ասում, դու ես դու, ասում ես աղջիկ։ Իսկ դա ինչ է նշանակում աղջիկ, այնքան սիրուն լավ ստացվել էր, դե միտեղ զայրանում, ինչ է դա, ասես բանը շատ լավ էր ստացվել։ Հա, շատ նման է կան։ Իրոք շատ լավ էր ստացվել, գնացի ես էլ թորնիկներից հետ նայեցի, ասում եմ գիտես որ պապիկն է խոսում։ Լավ։ Հիմա ինչ նպատակով ես եկել հիմա Լոս Անջելես։ Նպատակս մեկն էր, գամ քուրիկներս այստեղ են ապրում։ Հա։ Քուրիկս երեխա ունեցավ, Նիկոլես, շնորհակալ եմ Նիկոլես, մի հրեշտակ աղջիկ,
Չգիտեմ, եկա բոլորին տեսնեմ, իրանք միշտ գալիս են Հայաստան, մենք տեսնում ենք, բայց մենք չենք գալիս։ Այս անգամ այդպես ստացվեց, որ գամ բոլորին տեսնեմ, կարոտս առնենք։ Չգիտեմ, լավ ժամանակ ենք անցկացնում, հրաշալի է։ Շատ լավ։ Եթե լավ մարդկանցով է այստեղ շրջապատված, հնարավոր չի որ վատ ժամանակ ունենաս։ Շատ լավ մարդկանցով։ Հետաքրքիր է մի հատ հարց տամ։ Քեզ օրինակ դու կապրեիր այստեղ։ Սիրում ես այստեղ։ Ինձ հետաքրքիր էր, պարոն Ղազարյան, շատ։ Առաջին անգամ ես, չէ՞։ Առաջին անգամ եմ Լոս Անջելեսում, հյուրախաղերով եղել եմ Ֆլորիդա, բայց այստեղ Լոս Անջելես առաջին անգամ եմ, շատ հետաքրքիր է այստեղ, այս օրենքը, մարդիկ ինչպես են ապրում, թեկուզ աշխատելը, թեկուզ այդ ժամանակի սղությունը, որ կա, որ պետք է ամբողջ օր աշխատել, ու մի խնդիր կա, որ ես որպես դերասան իմ մասնագիտությամբ մտածում եմ, որ այստեղ մի փոքր բարդ է կարողանալ այդ մասնագիտությամբ աշխատել, դրա համար մի տեսակ սիրտս կախ է լինում։ Ուզում եմ, որ ես իմ մասնագիտությամբ աշխատեմ, իմ մասնագիտությամբ վայելեմ, ապրեմ, այդ դրա համար Երևանում ստացվում է շատ լավ։ Դրա համար այդ մտքով ես չի անցնում այստեղ ապրելու մասին մտածեմ։ Երբ որ չգիտեմ ինչ կլինի, որ էլ չեմ ցանկանա իմ մասնագիտությամբ աշխատեմ, շատ հնարավոր է։ Լրիվ բավարարված եմ։ Հիմա ինչով ես զբաղվում Երևանում, գիտեմ որ թատրոնում ես, էլի տեխնիկային սերիալում ես նկարահանում։ Դե տեխնիկային թատրոնում ունենք մեծ ռեպերտուար, միշտ զբաղված, ամեն օր չէ, բայց օրը մեջ ներկայացումներ ունենք, սերիալներում եմ նկարվում, ֆիլմերում, դասամիջոցում, միասին ենք նկարվում։ Դրա մասին էլ ենք խոսել։ Միասին ենք նկարվում։ Ուրիշ սերիալում կաս։ Տանդեմում էի նկարվում, այդ կրիմինալ դրամայում, այդ վերջացրել եմ, հիմա մնաց դասամիջոցը, հեսա գնամ էլի նոր պրոյեկտ կա, պրոյեկտերի պակաս չկա, միշտ զբաղված այս պրոյեկտը վերջանում է մի պրոյեկտում։ Նոր պրոյեկտում արդեն հրավեր ունես։ Հա, իհարկե։ Շատ լավ է, ես ուրախ եմ քո համար, դերասանը եւ թե զբաղված է, պահանջված է, դրանից թանկ բան չկա։ Դրանից թանկ բան չկա, այո։ Դերասան կա նստած մտածում ու աստվածականչում երբ պիտի հրավերը նկարահանվի կամ խաղադրի, թե դու զբաղված ես ու չես հասցնում, ես ուրախ եմ քո համար, շատ։ Շնորհակալ եմ։ Ինչ ապագա ծրագրեր ունես, բա։ Դու հետաքրքիր է, դու ունես հոբբի ունես ընդհանրապես որևէ։ Հոբբի ունեմ, իհարկե ունեմ։ Սիրում եմ պարել։ Պարել սպորտային պարերով եմ զբաղվել փոքր ժամանակ, հա, ինձ շատ է դուր գալիս։ Հետաքրքիր կենսագրություն։ Հա, սիրում եմ դա, որպես դերասան պարտադիր է մարդ պետք է պարել, երգել, նվագել, որևէ գործ։ Երգելը մի փոքր բան է, խնդիր է իմ համար։ Ես որ հիշում եմ, ընդունում էի թատերական ինստիտուտ, դե երգելու խնդիր է, էլի չեմ կարողանում, սլուխս մի տեսակ ռիթմի զգացողությունս 100% է։ Սլուխս չկա, հիմա այդ է, չկա։ Քննության ժամանակ Սոսա Սարգսյան նստածալ, տենց թրջեի մտքով տունը պետք է երգեմ, հիմա դաշնակահարին ասում եմ Մուրադ ջան, լսի, դու երգես, ես քո հետ ոնց կերգես, տենց կնվագեմ, հակառակն ենք անում, գոնե մի բան անենք։ Ես քո հետևից կգամ, դու երգի ոնց կարող ես։ Հայտարարակ չլինենք։ Ասացի, օքեյ, մի կերպ ինձ հավաքեցի, թրջեի մտքով տուն ու բարդ երգ։ Չգիտեմ ինչի ասացին, այդ էլ բարդ երգ է, էլի։ Այդքան բարդ չի։ Իմ համար բարդ է, պարոն Ղազարյան, իմ համար սա երգելն էլ բարդ է։ Մի կերպ, չգիտեմ, երգեցի, մեկ էլ պարոն Սարգսյան ասեց, լարված ես, մի հատ նորից երգի, այ պարոն Սարգսյան, հազիվ ես կանա երգել եմ, ու մեկ էլ ասեմ, կներեք, էլի, երբեք չեմ մոռանա, քննության ժամանակ ասեց, որ թիվ ես, քանի տարեկան ես, ասացի 1983 թիվ եմ, պարոն Սարգսյան, ասաց, ոնցով, ու 2 տարի սովորում եմ այդ ինստիտուտում, միշտ հարց եմ տվել։ Ինչի ծիծաղեց։ Ասում ինչի ծիծաղեց, ինչ կար ծիծաղալու, էլի, հա 83 թիվ տղա եմ հիմա, ինչ ա եղել, հետո իմացա, որ այս մարդը չէր ծիծաղում, այս մարդը տենց բան է, հազում էր։ Պարոն Սարգսյանը տենց էր հազում, որ ես գիտեմ ծիծաղում եմ, բայց ինչ է այս տղան 83 թիվ։ Ես իմիջիալից մորի մոտ գալիս են հաղորդման երգում են, այս բանը երկրորդ անգամ եմ ասում, որտեղ մի անգամ արդեն ասել եմ դրա մասին, մի աղջիկ էր եկել շատ դելի դերասանուի բան Երևանից բանն, վերջում ասեցի աղջիկ ջան, երգես մի հատ մեզ համար, իմ հեռուստադիտողի համար,
ասեց, եթե ուզում եք, որ այս հաղորդումը փակեն, երգեն։ Հենց հիմա ուզում եի ասել, եթե ուզում եք ագրավները տենց գան հավաքվեն, բան։ Հա, տես ինչ արագ թռավ առաջի մասը, իմ ասենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Շատ հետաքրքիր, ինձ համար շատ հաճելի զրույց է։ Սիրելի բարեկամներ, գովազդ ART-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, շատ տաղանդավոր մարդու, իմ ամենասիրած դերասաններից մեկը, մեր Մուրադ Նադիրյանի հետ։ Գովազդ ART-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց գովազդը, շարունակում եմ իմ զրույցը Մուրադ Նադիրյանի հետ։ Մուրադ ջան, ինչ ապագա ծրագրեր ունես։ Պարոն Ղազարյան, այստեղից որ գնամ Հայաստան, տեխնիկային թատրոնով հյուրախաղեր ունենք Չինաստան։ Ամիս ու կես պետքա գնանք հյուրախաղերի։ Մի անցած տարի գնացել էինք մի ամսով հյուրախաղերի, այս անգամ մի կես ամիս ավել է։ Հայերեն խաղում եք իրանք անգլերեն թարգմանությունով խաղում ենք, խոսքը ավելի քիչ է, ավելի շատ այնպես արված, որ գործողությունը ավելի շատ լինի, դե Չինաստանում այդ երեխեքը առաջ անգամ եք Չինաստան։ Չէ, էսի արդեն երկրորդ անգամ եմ գնում։ Ու ինչ լավ անցավ առաջ։ Հա, հրաշալի, միշտ հանդիսատեսը կա, շատ լավ անցնում։ 5 քաղաք պետքա լինենք։ Ու ինչ հրաշք։ Հա։ Այդ հələ էս ծրագրերը, տեսնենք դրանից հետո ինչ կլինի։ Մենք հիմա Մուրադ ջան երկուսով մի ֆիլմում ենք նկարահանվում, սերիալում, դասամիջոց։ Դե ես ավելի քիչ եմ նկարում, որովհետև դե այստեղ եմ լինում ավելի շատ, քան Հայաստանում առայժմ։ Բայց դե այնպես ստացվել, որ մենք իրար հետ շատ քիչ ենք հանդիպել, որ երկուսով էկրանում ենք, որովհետև դու քո տեսարաններն ունես, ես իմ տեսարանները։ Ես ուզում եմ այդ ֆիլմի մասին խոսել, որ իսկապես լավ աշխատում են, մեր Աշոտը Տեր Այո, հրաշալի։ Շատ լավ կազմակերպումը, շատ լավ աշխատում են, ես զգացի ինչ կարգ ու կանոն, ինչ ամեն ինչ իր տեմպով գնում էր։ Խոսա այդ ֆիլմի մասին։ Իմ համար միակ այս ֆիլմը չի մենակ, որ աշխատել եմ, Տեր Մաթևոսյանի հետ, Աշոտի հետ մենք աշխատում ենք արդեն որորդ ֆիլմն է, երևի 5-6 ֆիլմ արդեն իր հետ աշխատում ենք։ Այդ թիմի հետ աշխատելը իմ համար հաճույք է ուղղակի, պարոն Ղազարյան, ձեր ասացի պես Աշոտը այնպես աշխատում, որ մանրակրկիտ լինի, ավելի պրոֆեսիոնալ մոտենանք հարցին, շատ ընտանիքի պես աշխատում ենք, ու իմ համար մեծ պատիվ է, որ այդտեղ մենք միասին տեսարաններ ունենք։ Ճիշտ է, ես ձեզ չեմ սիրում ֆիլմում, իմ աներն եք։ Ես չեմ սիրում, այսօր աղջկաս հատանջում ես։ Բայց էլի շատ հետաքրքիր է ստացվում, իմ համար շատ մեծ պատիվ էր ու մեծ հաճույքով եմ ձեզ հետ նկարվել, որովհետև շատ բան ունեմ ձեզանից սովորելու։ Մերսի։ Ու իմ համար շատ լավ է, ստացվեց մեր դուետը եղել է։ Տեսնենք ինչ կլինի եթերը, ոնց կստացվի, ոնց։ Հա, դե ես ահագին նկարահանվել եմ, բայց հələ եթերում չի եղել։ Այդ եմ ասում, սպասենք, տեսնենք ոնց կլինի։ Գիտես ինչ, ընդհանրապես առաջ սերիալը ժողովրդի մեջ ունեցել, որ չէին սիրում։ Ահա դե սերիալում ախամ, արա դեն սերիալով անայ մեր սերիալը գնում էին են մեքսիկական, չգիտեմ, իչական բան, բրազիլականները նայում էին, մերը չի նայում։ Երևի ինչ-որտեղ իրավունք ունեին չնայել, որովհետև փողոցից դերասան էին բերում ու խաղացնում, իսկ մեր դերասանը իրան պատիվ չէր համարում սերիալում նկարահանել։ Բայց հիմա մեր սերիալները ահագին առաջընթաց ունեն, որովհետև նորմալ մարդիկ են խաղում։ Նորմալ պրոֆեսիոնալ մարդիկ են խաղում, սյուժեն էլ իրանք էլ տեղում իմպրովիզացիա են անում, ավելի սիրունացնում են, ավելի լավ։ Այնպես որ մեր սերիալները շատ լավ են։ Շատ լավն են։ Եթե հարցին մոտենում ենք այնպես, որ սերիալը նորմալ բան է ու պետք է նկարվել։ Այդ ժամանակ որակը բարձրանա նորմալ կաշխատեն։ Դերասաններ են նկարվում։ Ինչ է նշանակում, որ ասում են, դե լավ սերիալի դերասան է։ Բա ինչի դերասան լինեմ։ Մեր Ալիկը Խաչատրյան նկարահանվում ամեն։ Ոնց կար, այո։ Սա հոգի մեր Սամվելը, այո, ինչ դերասաններ։ Ինչ դերասաններ էին նկարվում։ Ու շատ լավ է, չէ, մեր սերիալների որակը արդեն մակարդակը բավական։ Բարձրանում ու պետք է բարձրացնել։ Ես այս գործի մեջ եմ, պարոն Ղազարյան։ Հա, սիրում եմ, իհարկե պետքա նկարվել, ֆիլմերում է պետք նկարվել, սերիալում է պետք։ Ես մենակ դերասան չեմ թատրոնի։ Գեղարվեստական ֆիլմում եմ նկարվել, համաշխարհային մակարդակի ֆիլմում եմ նկարվել, հեսա Աստված առաջ կլինի դա։ Ջիվան Ավետիսյանի մոտ եմ նկարվել գեղարվեստական ֆիլմում, Վերածնվածն է կոչվում, Արցախյան պատերազմի մասին է, բայց դա միջազգային փառատոներին ներկայանալու ֆիլմ է։ Հա, նկարվել ենք, պատրաստ է այդ ֆիլմը, հիմա վերջի փուլն է արդեն։ Տեսնենք ոնց կլինի։ Հիմա նոր պրոյեկտ կա, այդտեղ էլ շատ լավ ծրագիր է մշակել 2020-ի հրեշտակներն է կոչվում,
Հիմա այդ ֆինանսական հովանավորների աջակցության հարցերն է, այդ ֆիլմն էլ հրաշք ֆիլմ է լինելու, թե ինչպես են բժիշկները աշխատել, ինչ են արել։ Էլ համաշխարհային մակարդակի ֆիլմ է նկարում։ Հիմա այդտեղ էլ եմ նկարվում, սերիալում էլ եմ նկարվում։ Ինչ վատ է։ Շատ լավ է, բայց իհարկե։ Բա սերիալում է պետք է նկարվեն։ Մեկ որ ասում են, այս դերասանը հարսանիք է վարում կամ բան անում, ապար չի իրա վարած ավելի պրոֆեսիոնալ, ավելի մակարդակով կնի, իսկ մարդիկ կան, որ ասում են, արա, ասում են, այդ հարսանիքի լավ փող են տալի, դա ես էլ վարեմ։ Բայց այդպես չի։ Հա, եթե պրոֆեսիոնալ մարդ անում, ինչ գործ ուզում անի, նա որակի մեջ կանի։ Բայց որ հա, ես մի հարց եմ ուզում տալ քեզ, Բորատ ջան, դու քեզ կինոյում ես լավ զգում, թե թատրոնում։ Թատրոնում դու խաղացել ես, բացի տիկնիկից։ Այո, իհարկե։ Որտեղ ես ավելի լավ զգում։ Մի քիչ բան է, հարաբերական է, որովհետև իրար ընդհանրապես նման չեն, պարոն Ղազարյան։ Տարբեր արվեստ է, հասկանում եք, բայց իմը թատրոնն է։ Թատրոնը ինձ ավելի հոգեհարազատ է։ Բոլորն են այդ ասում, ես էլ եմ այդ կարծիքին։ Թատրոնում դու ամեն օր վարժվում ես, ամեն օր այս մասնագիտությանը ավելի ես մոտենում, ավելի պրոֆեսիոնալ ես դառնում, որ կարողանաս ֆիլմում աշխատես։ Չգիտեմ, իմ համար թատրոն։ Առանց թատրոն չեմ կարող, առանց ֆիլմ կարող եմ։ Կենդանի արվեստը շփում կա, ժողովրդի հենց ռեակցիան հենց զգում ես, քեզ արդեն թևավորում, արդեն դու կնում ես, թափում ես արդեն երկնքում։ Այդ հանդիսատեսը դու, այդ իրար այդ կոնտակտը։ Այդ ռեակցիան, այդ ծիծաղը, այդ աստվածային զգացողությունը, դու հրաշք։ Շատ, ես ֆիլմը ուրիշ է, ֆիլմը։ Դա ավելի տեխնիկա է, ավելի պիտի տեխնիկապես դու լավ դերասան լինես, իսկ թատրոնում արդեն կենթանի շփումը դա ավելի դժվար է։ Վախենալու է։ Ու ավելի հաճելի։ Հա, ու Վախենալու է։ Բայց գիտես թատրոնում կոդե ինչ տալա, որ այսօր մի բանը լավ չստացվեց, վաղ այդ նույն ներկայացմանը արդեն այդ սխալը չի լինի, որ այս կինոյի միշտ նկարվիր, գնաց ու գնաց։ Գնաց, որ հետ չես բերի։ Այո, դա իր պատմության մեջ է, չէ՞ մնում։ Ամուսնացած ես, ունես 2 երեխա։ Այո, ամուսնացած եմ, ունեմ 2 հրաշք։ Կինդ էլ էլի արվեստում է։ Այո, կինս միասին ենք աշխատում տեխնիկային թատրոնում, կինս էլ է դերասանուհի։ Մենք ընտանիքով հա թատրոնում ենք աշխատում։ Տանել է 2 բալիկներին եք խաղացնում, են։ Հա, չէ, տունել երեխեքի հետ ենք խաղացնում։ Հա, երեխեքս քանի տարեկան են։ Տղաս 15 տարեկան է հեսա լինում, հա, աղջիկս 11։ Մեծ են, շատ լավ է։ Հա։ Կան գեներից կա ձեր մամայի, պապայի գեներից ունեն։ Այսինքն թատրոն դերասան։ Չգիտեմ, միշտ պապան ասում էր դե ուզեցել եմ էլի, ցանկացել եմ լինեմ բան դերասան, բան չի ստացվել, չի եղել այդ մասնագիտության մեջ, բայց իմ մտքով էլ երբեք չէր անցնի, որ ես կդառնամ դերասան կամ կընդունվեմ թատերական ինստիտուտ։ Այսինքն փոքր չես երազել, մարդիկ ասում են երազում էի դուսկայի բեմ, բան, Չէ, դες բան չի եղել։ Ես ավելի շատ բարի մասին էի խոսում, բար էի ուզում, բար, հետո չգիտեմ, Աստված տենց կամեցավ երևի, որ թատերական ինստիտուտ ու հենց պարոն Բաբայանի կուրսը ավարտեցի։ Այդ իմ համար շատ մեծ պատիվ է, էլի։ Ու տենց դառնանք դերասան, չգիտեմ։ Մտերիմ եմ Ռուբենի հետ շատ հարգում եմ իրան։ Պարոն Բաբայանը ինձ շատ բան է սովորեցրել։ Այ պարով չգնացիր, եթե Վարդան Գևորգյանին հանդիպած լինեիր այդ տարիներին, հաստատ պարով կգնայիր։ Շատ հնարավոր է։ Որտեվ որ մեկի տուն գնում են, ասում են երեխան քանի տարեկան է, երեխան ասում է 3, արդեն քայլում է, ասում են հա, ասում է, բան չի բերում բարի։ Դե բարն ուրիշ արվեստ է, բարը։ Ես բոլորովին վերջես եղա իր համերգին 700 հոգի անել էր բեմ ու պարում էին։ Միացյալ Նահանգներում այդ հրաշք է, այդ հայավարի պարեն, հայանավարի դուց կան ու իսկապես հրաշք է։ Մեծ բան են անում իրանք։ Եվ հա, իսկապես հետո կան որ շատ անգլերեն են խոսում հայերեն, իսկ այդտեղ որ գասեն հայերեն են շփում երեխեքը, փորձերի։ Ու ոչ միայն հայերեն շփումը, ավելի մտածում են հայերեն։ Շատ կարևոր է։ Շատ ազգանավեր գործ է հայերեն։ Այդ երաժշտությունը լսելը արդեն իրան անում է։ Այո, իհարկե։ Ես գիտես ինչ է ինձ հետաքրում, օրինակ քո հետևից եկողներին, ձեր հետևից, մեր հետևից եկողների, դերասանների մասին երիտասարդ, ավելի երիտասարդ կան դու էլի կան։ Ինչ կասես։ Մեծացա, հա, ես ուրեմն։ Չէ, բայց դե հիմա 18-20 տարեկան թատերական ինստիտուտ նոր ավարտած գալիս են ջայլներ, որ քեզնից էլ, մեզնից էլ, բոլորից էլ շատ սովորել բան կանեն։ Հետերը խաղացել են լես, նկարվել ես ավելի ջայլներ, այդ ինչ կասես։ Մի բան կասեմ, այս մասնագիտության մեջ պետքա լինել աշխատասեր։ Այս մասնագիտության մեջ պետքա չծուլանալ։ Ամեն օր պետքա աշխատել քո վրա, քո մարմնի վրա, քո խոսքի վրա, քո մտքի վրա, որ ստացվի, թե չէ որ ծուլացանք այս մասնագիտության մեջ հետ են գնալու։
Օրինակ մարդիկ կան, չասեմ տաղանդավոր է այս մարդը։ Այդ քիչ է։ Քիչ է։ Այն աշխատասերը, որը այդքան տաղանդ չունի, ու այս տաղանդավորը, այս աշխատասերը տեսնում ես տարիների ընթացքում Տվեց անցավ այս տաղանդավորին, աշխատասիրության։ Այս գործը այդ է պահանջում։ Շնորհակալություն Մուրադ ջան, անցնենք նորից գովազդի, հետո շարունակենք։ Անցնենք։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Մուրադ Տադիրյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Մուրադ Նադիրյանի հետ։ Մուրադ ջան, օրինակ, այնպես մի դեր կա, որ կուզենայիր խաղալ, մի կերպար կա, որ ինքդ կուզենայիր նկարահանել ինքդ, նկարեիր ու ինքդ խաղայիր այդ դերը։ Չէ, այդպես չեմ մտածել, պարոն Վազարյան։ Մտքովդ չի անցել, որ ինքդ վեմատություն անես։ Ունեմ այդպիսի միտք, պետք է անեմ, Աստված առաջ։ Այդ պետք է իմ կարծիքով ես որպես դերասան, մի քիչ որպես ռեժիսոր այդ հմտությունները կարող չեմ տիրապետում, մի քիչ վախենում եմ ճիշտ ասած, եթե անելուց պետք է մարդը այդ անի, լավ անի։ Հիմա դրա համար պետք է հասունանամ մոտս այդ process-ը, որ անեմ, մի ներկայացում ունեմ այդ մեծ ցանկություն, որ բեմադրվի։ Տեսնենք, Աստված առաջ։ Բայց ես չեմ խաղալ ուտեղ, պետք է այդ ուղղակի ես։ Բայց դու քո սիրած կերպարն ունես կյանքում, որ միշտ ասում են, ասում են որպես դերասան, չունես այդ սիրած կերպարը, որ դու խաղաս։ Օրինակ ես երազել եմ խաղալ ամբողջ կյանքում ուսանող տարիներից սկսած մինչև այսօր այդ Տրոփալդինուն ա եղել։ Գորդոնի երկու տիրոջ ծառա էլի ոնց որ։ Հա։ Այդ ա եղել։ Չգիտեմ, ես այդպես չեմ մտածում, ես մտածում եմ, որ որպես դերասան բոլոր կերպարներն էլ պետք է հետաքրքիր լինի խաղալ։ Օրինակ, չգիտեմ, բացասական կերպար, դրական կերպար, օրինակ բացասականը մի տեսակ ավելի է դուրս գալիս խաղալ, որովհետև այդ բացասականի մեջ ավելի գույները շատ է, խաղալու բան ավելի շատ է։ Այ ես որ սերիալում նկարահանում եմ, Ձաննա Գրիգորյանն ասում է, համաձայնվի էլի բացասական դեր խաղալ, ասում է, այնքան հետաքրքիր բաներ, ինտրիգներ, բաներ կստեղծենք, ասում եմ, չեմ կարա, չեմ ուզում, որտեղ ես այդ մարդը չեմ, ուրեմն ձերը չի։ Ես այդ մարդուն չեմ սիրում, ես չեմ կարա իրան խաղալ։ Օ, դա հենց եք մտածում, պարոն Վազարյան։ Հա, իսկ ես չէ, ես ինչ է լինի խաղամ։ Չեմ խաղացել, երբեք հրաժարվել եմ շատ, երբ ինձ այդպես դերեր են առաջարկել։ Չէ, համաձայնվի գոնե մի սերիալում միտեղ մի քիչ բայց օրինակ իրոք էլի հետաքրքիր կլինի, պարոն Վազարյան։ Ոչ մեկ ձեզ տես չի տեսել, չէ՞ օրինակ միշտ դրական, միշտ պոզիտիվ, բայց մի հատ բացասական, այդ չգիտեմ։ Լավ, դե որ դու ավելի շատ ոնց որ բացասական դերերում ես նկարահանվել, հետաքրքիր է, այստեղ իրական պատմություններ կարող ես պատմել։ Օրինակ, որ տեսնում են փողոցում կամ բանդեք ես, մարդկա չի սիրում, չէ՞։ Էս են դերասան, բայց չգիտի, ես դերասան, կարգին դերասան, այսպես մարդը։ Հա, չեն ճանաչում։ Այ հետաքրքիր է, այտենց բաներ եղել, հա։ Հա, ոչ չի եղել։ Անկախ իրանցից սենց հակաբան Կամ բառավ կարող է լինի, ասի, բանց չէ։ միշտ էլ անում են։ Մի օր կանգարում էի, իմ շատ սիրելի դերասանուներից շատ եմ հարգում այդ դերասանուհուն Նելին Խերանյան։ Հա, իմ համար ինքը տաղանդավոր դերասանուհի է։ Մենք իրար հետ նկարվում էինք մի ֆիլմում, չեմ հիշի հիմա անունը այդ ֆիլմի, սերիալ էր, այդտեղ Փեսա Զոքանչ սենց հարաբերություն էր ու այդտեղ իմ դերներն էլի շատ բացասական, սենց կեղ զզվելի են, որ մարդու սիրտը խառնում է, տենց կերպարեր ու մի օր կանգարում մի հատ կին, ախր այդ անկեղծությունը էլի իրոք զգում էի, որ շատ այդ ատելությունը այնքան շատ էր մեջը, որ շատ այդ զզվանքով այնպես մոտեցավ, դե պայտակ այդ մարդը չի մտածում, որ դու դերասան ես, ինքը քեզ տենց տեսել, հա, եկավ ասեց, արա բայց դու ես ինչ պատկաբլուշնիկ ես, այ զզվելի, այ սենց, որ ասեց անկախ ինձանից, ոչ թե վիրավորվեցի, այլ ընդհակառակը ասեցի մայրիկ ջան, ցավը տանեմ, մերսի, շնորհակալ եմ ասեցի, որովհետև ու չհասկացա ոնց շնորհակալ եմ։ Այսքան ասում եմ, դու շնորհակալ ես, ասի շնորհակալ եմ, որ ստացվել է ուրեմն ինչ եմ արել ես, ոնց եմ խաղացել, որ դու հավատացել ես, հիմա ինձ կանգարում դուրսը, անկեղծ ասում ես այ զզվանք։ Այդ նշանակում է ուրեմն ստացվել է, այդ մարդուն հավատացրել եմ։ Այդ տենց եմ մտածում, էլի
Մուրադ ջան, Չինաստանում հետաքրքիր դեպք կա պատմել, իրական պատմություններ կուսեմ պատմես, մեծ պատմելի։ Չինաստանում դե չինացիք առաջին անգամ էի Չինաստանում, իրանց այդ ապրելակերպը, այդ ամեն ինչը sense ոնց որ վախեցած լինեն իրանք, sense գալիս են մոտիկանում են նստեք, բան, հանգիստ, որ հանկարծ մի բան չպատահի քեզ, իրանց վերահսկողության տակ ես, մի քիչ ուրիշ ձև են մտածում, այդ սովետ կա դեռ այնտեղ նստեք, այստեղ նստեք, երկու հոգի գալիս են կողքդ կանգնում են, ջուրը բերում են, անկախ քեզանից դու ես լարվում, ի՞նչ ա եղել, ախպեր, թողեք հանգիստ իմ համար նստեմ, թողեք գնացեք, ի՞նչ եք ուզում, շատ զգուշ, շատ, ես էլ մի էպիսի սովորություններ ունեմ, էլի, ես դեռ ունեմ, որ չգիտեմ, ընկերական շրջապատում, որ կարող է, չգիտեմ, քայլելուց միամիտ ընկնում եմ, բան, որ ասում եմ, ամուր ինչ եղավ, ասում լավ դե կատակ է անում, չգիտեմ, հա, գլուխս պատի խփելով կամ դուրը բացելով միամիտ կպավ, սենց հումորներ եմ անում երեխեքի հետ, տենց սա արդեն ինձ ճանաչում են, օրինակ թատրոնում, չգիտեմ, արա ասում են էլի ինգավ էստեղ են, ինչ է, ասում եմ Մուրադ դու մի օր ընկնես, ոչ մեկ չի հավատալու, կամ միտեղ մի գլուխդ խփես, ասում են խաղում է էլի, տենց հումորներ ունեմ, տենց անում եմ կատակներ, այս Չինաստանում բեմն ենք դնում, բան, էլի այդ չինացիները տենց կանայք կանգնած են, տնօրենությունը, բան, սենց կանգնած է, մեր խմբին ասեցի ժողովուրդ, սպասեք միած սրանց գլխին օին խաղան, բան մի արա, Մուրադ մի արա, ասի սպասեք բեմից իջնելուց այդ աստիճաններից ընկնեմ, հələ սրանց ռեակցիան էլի, որ այսքան զգուշ են սրանք, դրանք ոնց կպահեն իրանց, Մուրադ մի արա, մենք Չինաստան ենք, չես իմանում ինչ կլինի, մի արա, ասի չէ պետք է անեմ, բա լավ անում ես արա, սա կանգնած եմ, բան, Անենց խաղացի, որ այդ աստիճաններից բեմի ընգա, որ ընգա, հավաքվեցին։ Հիմա որ հավաքվեցին, ժողովուրդը մեր սաստավը ասում է, Մուրադ, մի արա, այս ինչ եղավ, ասացի արդեն ուշ է, վсё։ Հիմա պետք է ինձ խաղա միջև վերջ, որ ռեալ է եղել, ինչ կատակ չեմ արել։ Պարոն Ղազարյան, ես տենց բան, որ իմանայի տենց պետք է լիներ, կյանքում տենց բան չի անի։ Ես այդտեղից վերջում ինձ տարել են այս ձեռը սենց կապած, ես իմ բինտով, յոտ, չգիտեմ ինչ դեղ, սառույց, այս վիզը սա, այս պարկած, հիմա մենոք ասում են, այս էիր ուզում, ասեմ դե լավ ինչ անեմ, հիմա ոչ չեմ ասել սուտեմ, սաղ կապեցին, սաղ ոտքով, ձեռքով, այս պայրեն, ասում չշարժվես, հիմա ասեմ այդ ցավերը տանեմ, կատակ եմ արել, ես ինչ արեցիք, ու տենց անցա, մյուս օր էլի եկանք թատրոն, ու մոռացել եմ, вообще մոռացել եմ, որ տես բան ա եղել, հենց մտնում ենք թատրոն, այդ սաստավան դեղ էր այդ չինացիների, նորմալ սենց մտա բան, մերոնք ասեցին, Մուրադ ստեղ են, խաղա, հենց տեսա, էլի ասեցի լավ եմ արդեն, բան ունգել է կերակը, մի շաբաթ, այդ իրանց հետ որ շփվում էի, մի շաբաթ այս ձեռս ցավում էր, ու ես ինձ գցեցի կերակը, հա, բայց շատ, շատ խնդար էր պատմություն։ Մուրադ իսկ անեկդոտ չես պատմի միան։ Անեկդոտ։ Ախր պարոն Ղազարյան, ես որպես դերասան հետաքրքիր է, էլի միշտ այդ հարցը տվել եմ։ Անեկդոտ պատմելը այդ անես չի որ պետք է դերասան լինես, ուրեմն դու կարող ես անեկդոտ պատմել։ Այդ էլ Աստծո տված շնորհք է։ Այդ անես չի է, պարոն Ղազարյան, որ դուք այսօր բոլորը ձեզ սիրում են, բոլորը ձեզ ընկալում են, բոլորը ձեզ ընդունում են։ Ամեն մեկը չի կարող ձերպես այդ անեկդոտը պատմի։ Հիմա դուք էլ պատմեք, ես էլ նույն անեկդոտը պատմեմ, կարող ասեն հետո։ Հա, բայց դուք որ պատմում եք, դուք այնց եք պատմում, որ այդ ծիծաղը sense չգիտեմ, էդ էլ է, այդ աստվածային բան է, էլի, դա շնորհք է, պարոն Ղազարյան։ Այդ շնորհքը ես չեմ տիրապետում։ Բայց հնարավոր է, հիմա պատմեմ, տենց չգիտեմ, կստացվի, չէ, բայց այդ շնորհքի հարցը է, էլի։ Անեկդոտ պատմել չգիտեմ ես։ Չգիտեմ, ասում եմ Զոքանչը զանգում է փեսուն, ասում է հաց եմ սարքել, այսօր քեզ ուզում եմ հրավիրեմ մեր տուն, այս փեսը ասում դու ոնց ես, ինչ մի բան կա, ասում եղավ, լավ, Զոքանչ ջան, գամ։ Այդ մոտենում է, այս Զոքանչը սեղանը գցել է, ասենց ամեն ինչով, ասենց զակուսկեղենով, բան, տժվժիկը, բանը դրել է, ասում արի նստի ցավը տանեմ։ Սևի կրայով։ Ամեն ձև սեղանը գցել, այս մարդը այս փեսել, ասում չկար, ասես վտանգավոր է։ Ասում եմ, դե լավ, ասում սպասի թե մեզ սառը արաղներ բերեմ, ասում եմ, դնեմ այս տժվժիկով ցավը տանեմ ես, դու գիտես ինչպես է այս ինձ, ասում եմ, դե լավ, հիմա Զոքանչն էլի կողը արդեն լավ է մտածում, փոխվել են Զոքանչները, նստում են իրար հետ, բարձես արաղը լստում է, ասում եմ, դավայ հələ ցավը տանեմ, հələ շուտ քաշի, ես տժվժիկից էլ քաշի մի հատ բան, ասում եմ, գնամ մի հատ սառը քո համար ակրոշկա սարքեմ, թան սարքեմ, բերեմ, ասում եմ, դե գնա։ Զոքանչը որ գնում է բերելու, այս փեսն ասում եմ, մի րոպե էլի, տենում է կատուն ֆրֆռում է տան մեջ,
Այս դժվժիկից մի կտոր, ասում եմ փորձենք, ասես գցում կատվի մոտ, ասում եմ տենենք ինչ արենք։ Այս կոտոն այս դժվժիկը ուտում է, սատկում է, հա։ Որ սատկում է, հələ ասում է սենց, հա։ Հեն զոքանչը մտնում է այս դժվժիկի թավով։ Դու թե կտա զոքանչի տալի զոքանչը սնգնում են կատուն դից էլ։ Կատուն։ Ես էլ զոքանչ ունեմ, իմ զոքանչը 94 տարեկան է, ինձ որ կատակով էլ իհարկե հարցում են զոքանչը ոնց է, ասում եմ, արա լավ է։ Թորսի պես լավ է։ Չէ, ես զոքանչը շատ եմ սիրում։ Իմ շատ սիրելի դերասան, իմ շատ սիրելի հարգելի լավ մարդ, լավ ընկեր, ավարտվեց մեր զրույցը ցավում եմ, բայց ավարտվեց մեր զրույցը։ Մնում է շնորհակալություն հայտնեմ քեզ, որ մի քանի օրով ես եկել, ուղղակի օրերը բանը հատանում են, այս կոմ ուզում ես վայել ես երկիրը, բան, տեսնես բան, խլեցի ես քեզանից այդ ժամանակը, քեզ ցանկանում եմ հաջողություններ ու քեզ տեսնեմ էլ ավելի մեծ բեմերում, էլ ավելի մեծ ֆիլմերում եւ էլ ավելի մեծ, ասենք, ժողովրդի կողմից այդ ընդունելուն ու սիրելուն։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ, պարոն Ղազարյան, շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցիք ձեր տաղավար, այդ իմ համար մեծ պատիվ էր, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես էլ ուզում եմ, որ ձեր եթերը միշտ անխափան լինի, թող Աստված ձեզ ինքը առողջություն տա, որ կարողանանք մեզ ուրախացնեք ու միշտ ձեր եթերը անխափան գնա առաջ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ապրես, լավ մնացեք։ հաջողություն, պարոն Ղազարյան։ Չինաստանը հիշեցի։ Դե սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն է շատ տաղանդավոր մի դերասան, շատ լավ մարդ, շատ կարգին մարդ, Մուրադ Նադիրյանը։ Հիմա ասենք մեր հաղորդման եզրափակիչ խոսքերին։ Ասում է. աղքատը նա չի, ով գրպանում փող չկա։ Աղքատը նա է, ում հոգում դատարկությունը։ Այսքան բան բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր։ Մուրադ ջան, մի տեսակ է սերում, ու բան չի եղել։ Չէ։ Անհանգիստ ես ոցո, տրամադրությունը դուրս չի գալիս, ինչ է եղել։ Այս ինչի մանան պարոն Ղազարյան։ Ասա տեսնեմ, կարող մի բանով օգնեմ տղա ջան։ Յոթերորդ աղջիկն եմ ունեցել։ Լավ, ինչ անենք, մի աղջիկ այլ երեխա է, ծմել է, բա ինչ արեցիր։ Ինչ պետք է անեմ։ Ասացի սրանից հետո ինչ ուզում ես ունեցի։ Ինձ էլ չխառնես, ես էլ չեմ խառնվելու։ Հա, ինչ ուզում ես թող անեմ։ Պարոն Ղազարյան։